Ողջույն, այսօր իմ տարեդարձն է եւ ես դառնում եմ 38 տարեկան։ Այդ արդիվ ցանկանում եմ ձեզ նվիրել տեսանյութ, որտեղ կպատմեմ 38 իրի մասին, որոնցից հարկավոր է ազատվել հենց այսօր։ Ուրեմն, առաջինը կսկսենք խոհանոցից, այն անպետք իրերը, որոնք որ կուտակվել են եւ դուք վաղուց չեք հիշում իրենց մասին, բայց իրենք ձեզ խանգարում են, որպեսզի դուք գտնեք հարկավոր անհրաժեշտ իրերը կամ քաոս են ստեղծում դարակներում։ Առաջինը դա բոլոր այն կոնտեյներներն են, որոնք չունեն կափարիչ եւ բոլոր միայնակ կափարիչները, որոնք չունեն կոնտեյներ։ Դուք մտածում եք, որ մի օր ձեռք կբերեք ինչ-որ պատահական այլ կոնտեյներ, որին կսազի այս կափարիչը, բայց կոնտեյներները հիմնականում գալիս են իրենց կափարիչներով եւ եթե կորել է իրենցից մեկը, մյուսը պահելը պարզապես անիմաստ է։ Նաեւ խորհուրդ կտամ վերանայեք ընդհանուր կոնտեյներների քանակը, որովհետեւ երբեմն չափից շատ են լինում։ Տեսեք, այնպես լինի, որ այն դարակում, որը որ դուք կհատկացնեք կոնտեյներների համար, իրենք հանգիստ տեղավորվեն եւ դուք հեշտորեն օգտվեք այդ կոնտեյներներից։ Այնպես որ այսօր թափում ենք այդ ազատ կափարիչները եւ կոնտեյներները, որոնք չունեն զույգ։ Երկրորդը այն անպետք բաժակներն են, որոնք ամբողջ սերվիսից մնացել է մեկ հատիկ, լինի թեյի բաժակ, թե լինի սուրճի բաժակ, որոնք դուք ուղղակի պահում եք մեղքի զգացումից, որովհետև կարծես թե պետքական իր է, հա, բայց դուք ունեք արդեն նոր եւ հաճելի գործածման մեջ հավաքածուներ, թեյի, սուրճի, որոնք կարող եք կիրառել։ Այնպես որ թողնում ենք միայն ամենասիրելին եւ ամենապետքականը եւ այն քանակությամբ, որքան որ գեղեցիկ շարվում է այն դարակում, որը որ դուք հատկացրել եք եւ որից ձեզ հարմար է գործածել այդ իրերը։ Ինչ վերաբերում է խոհանոցային այլ պարագաների, կարող եք այսօր ավելորդազերծել ձեր ուրեմն համեմունքները կամ չարացած կանաչիները, որոնք 18 թվականից մնացել են եւ դուք անընդհատ մտածում եք, որ մի օր կգործածեք, բայց ամեն անգամ թարմ եք գործածում։ Այնպես որ կարիք չկա մեծ պահեստավորելու այդ կանաչիները եւ համեմունքները, որովհետեւ համեմունքները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց հատկությունը։ Ուրեմն, չորրորդը, այն քերծված կաթսաներն են ու թավաները, որոնք որ կպնում են, հա, այսինքն հարմար չի իրենցով գործածել, ավելի լավ է դուք ունենաք մեկ թավա, մեկ կաթսա, հարմարավետ եւ չկպնող մակերեսով, քան 10-20 ինչ-որ անհասկանալի կափարիչներով կրկին կաթսաներ ու թավաներ, որոնք որ օրինակ եթե ձվածեղ ես պատրաստում, ավելի շատ նյարդեր է տես քայքայում, քան թե օգուտն է լինում, հա, հիմնական մեծ մասը կպնում է եւ հարմար չի, առհասարակ իրենք հարմար չեն կիրառման մեջ, հատկապես եթե իրենք հին են, ճաքած են եւ այլն, թեթևացրեք ձեր դարակները, գնահատեք ինքներդ ձեզ, ավելի լավ է ձեռք բերել մեկ թավա, որը ընդհանուր սազում է ձեր խոհանոցի գույներին, ինտերիերին, եթե բաց գույներ են, բաց գույնի թավա թող լինի եւ մեկ կաթսա, իհարկե կախված է անհատական է ձեր ընտանիքի անդամների քանակից է կախված, բայց կարող եք վերանայել այսօր եւ այդ ձևով եթե գործածեք, միայն հաճույք կստանաք եւ շատ արդյունավետ կլինի ձեր ժամանակը։ Ժամանակ չեք ծախսի արդեն այդ կպած ինչ որ ճաշերը մաքրելու եւ այլնի վրա։ Այդպես, ուրեմն, հինգերորդը քերծված թավաները, դա ասեցի արդեն ներեցեք, մաշված սպունգերը, ուրեմն, այն սպունգը, որը մենք գործածում ենք, հատկապես եթե գործածում եք յուղոտ ամանը լվանալու համար եւ այլն։ Այդ սպունգը պարզապես պետք է դեն նետել նույն օրը, որովհետև այն կուտակում է շատ մեծ քանակությամբ բակտերիաներ եւ արդյունքում, եթե շարունակում եք այդ կեղտոտ սպունգով, հա, շաբաթներով մարդիկ կան չեն փոխարինում իրենց սպունգը։ Ամենաուշը ցանկալի է շաբաթը մեկ փոխարինել սպունգը եւ կարիքը չկա պահել մի քանի սպունգ, հա, ընդամենը մեկ սպունգ եթե պահեք, համ հարմար կլինի ձեզ կիրառման մեջ, համ հենց մաշվի կթափեք եւ հանգիստ սրտով ձեռք կբերեք նոր կգործածեք նոր սպունգը։ Ուրեմն, 6-րդը դա հարիչի, տոստերների, սրճեփի այն ավելորդ լարերն են եւ ավելորդ կոմպլեկտացիաները, առհասարակ խորհուրդ կտամ ուշադրություն դարձնեք կոմպլեկտացիաներին եւ տուփերին,
որովհետև մեր տուն գալիս են մշտապես տարբեր սարքավորումներ իրենց տուփերով, որ մենք չգիտես ինչի պահում ենք, մտածում ենք, որ մի օր տունը կվաճառենք եւ այդ տուփի մեջ էլ կտեղավորենք այդ սարքավորումը, բայց տեղափոխվելիս հիմնականում իրար վրա դարսում ենք որևէ տուփի մեջ եւ ոչ փչանում են, ոչինչ բան չի կատարում, այսինքն այդ տուփերը հսկայական տեղ են զբաղեցնում, կիրառելի չեն եւ գեղեցիկ էլ չեն, եթե կիրառեք ինչ-որ տեղում, այնպես որ հանգիստ սրտով ազատվեք այդ տուփերից, հանգիստ սրտով ազատվեք այդ լարերից եւ այդ ավելորդ ինչ-որ կոմպլեկտացիայի մեջ եկող այն գործիքներից, որոնք որ առնվազն 1 տարի դուք չեք գործածել, ուրեմն հաստատ դուք չեք էլ գործածի եւ նույնիսկ չգիտեք ինչի համար է նախատեսված այսինչ նասատկան, հա, օրինակ բլենդերի։ Այնպես որ կարող եք ազատվել նաև այդ իրերից։ Հաջորդը օրինակ ինչ-որ նեղ մասնագիտացված սարքավորումներ, օրինակ գազար կլպիչ կամ գազար կլպիչ նկատի չունեմ կարտոֆիլի կլպիչ, օրինակ ավոկադոյի կլպիչ կամ կարտոֆիլի կտրիչ, որը որ դուք չեք գործածում, քանի որ օրինակ լավ սուր չի կտրում կամ ինչ-որ այլ պատճառով դուք ուղղակի ձեռք եք բերել գովազդի ազդեցության տակ կամ նվեր եք ստացել ինչ-որ հարազատ մարդուց եւ մեղքի զգացում ունեք, ընդամենը որ այդ իրը պահեք ձեր տանը, ուրեմն կհարգեք դրանով, բայց իրականում դրանով դուք չեք հարգում ձեր տունը եւ այլն եւ այդ մարդուն էլ հարգանքի հետ դա կապ չունի, որովհետեւ դուք ուղղակի չեք գործածում այն եւ ամբողջ կյանք պատկերացեք նավակից զբաղացում է ձեր այդ թանկ տան, թանկ քառակուսու մի մասը։ Այնպես որ հանգիստ սրտով այսօր կարող եք ազատվել այդ իրերից։ Հաջորդը ուրեմն դա կարտոֆիլի հենց կտրիչներն են, որոնցից ունեք 4 հատ, միայն մեկն է սուր, միայն մեկն են բոլորը սիրում գործածել, մյուս 3-ը ոչ ոք չի գործածում, բայց մտածում եք, որ մի օր պատերազմ կլինի ու ինչ-որ շատ կարտոֆիլ կկլպեք եւ այլն, բայց դա չի լինելու, դա տեղի չի ունենալու, դուք այդ կտրիչները չեք գործածելու։ Այնպես որ հանգիստ սրտով կարող եք թողնել 1 կարտոֆիլի կտրիչ եւ հանգիստ գործածել, եթե ձեր տան անդամները շատ են եւ իսկապես պետք է գա այս երկու, ուղղակի ձեռք բերեք երկրորդ լավը։ Իմաստ չունի պահել վատը, որովհետեւ հաստատ չեք գործածելու։ Ու նաև հիմնականում, երբ խոսքը գնում է բաժակների մասին, այդ սուրճի բաժակներն են, հա, առաջին մտքին գալիս, բայց նաև անհրաժեշտ է ազատվել այն լոգոյով ինչ-որ անճաշակ, հա, այսպես ասած, թեյի բաժակներից, որոնք որ սենց պատվավոր տեղն են իրենց զբաղեցնում, բայց դուք առանձնապես չեք սիրում։ Ուղղակի մտածում եք, դե բաժակ է, կոտրված չի, ճաքած չի, առավել ևս եթե կոտրված եւ ճաքած է, բնական է ազատվում ենք եւ այդ ամենը իրականում ավելորդ իրեր են, որոնցից դուք հաճույք չեք ստանում։ Ընդհանրապես մինիմալիզմի եւ ավելորդազերծման հայտնի մարդկանցից մեկը Մարի Քոնդոն, ճապոնուհի է, նա ասում է, որ որպեսզի դուք հասկանաք, պետք է ձեզ այդ իրը թե ոչ, նախ ամեն մարդ գիտի, շատ լավ գիտի, հենց առաջին 3 վայրկյանում էլ դուք հանգիստ կարող եք հասկանալ, դուք հետո ձեզ հետ առևտուր եք անելու, որպեսզի այդ իրը մնա ձեզ մոտ, թե ոչ։ Եվ նա ասում է, որ վերցնում եք ձեռքի մեջ, ձեր ձեռքերի մեջ այդ իրը, կարող եք փակել աչքերը, եթե սենտիմենտալ մարդ չեք, կարող եք չփակել եւ պատկերացնում եք, ինչ եք զգում, արդյոք այս իրը ձեզ երջանկացնում է, արդյոք դուք սիրում եք այն, արդյոք դուք գործածում եք այն։ Ես դա կապում եմ ինչ-որ մանկական այսպես հուշերի հետ, որ մեր ամեն մի խաղալիք ուներ իր տուփիկը, տունիկը, հա, եւ մեզ ինչ-որ ջերմ զգացմունքներ էր պարգևում մեր տիկնիկները օրինակ, կամ ինչ-որ օրինակ ես հիշում եմ ունեի փայլուն այսպես թևնոց քարիկներով եւ շատ էի սիրում ժամերով կարող էի նայել այդ թևնոցին եւ շատ էի սիրում գրկել իրեն, ձեռքերիս մեջ տաքացնել, այսպես սեղմել ինձ, այսինքն ցանկացած իր, որը գտնվում է ձեր շրջապատում, իհարկե բացի զուտ կիրառական իրերից, հա, բայց որոնք էլի պետք է ձեզ չնյարդայնացնեն, չհիշեցնեն վատ մարդու մասին, տհաճություն ձեզ չպատճառեն։ Մյուս բոլոր իրերը ցանկալի է լինի հագուստ կամ ինչ-որ աքսեսուար, որ դուք կիրառում եք կամ սիրում եք կամ տեսնում եք ուղղակի ձեր ինտերիերում, լինի այնպիսին, որ ձեզ մեջ իսկապես ջերմ եւ հաճելի եւ հանդարտացնող, հանգստացնող ազդեցություն ունենա։ Այնպես որ ազատվում եք այդ ավելորդ իրերից։ Հաջորդը, գալիս ենք արդեն ննջասենյակ եւ հանդերձարան։ Առաջին հերթին իհարկե պետք է ազատենք
այն ծակ եւ լաքայոտ շորերից, որոնք որ նույնիսկ եթե հագած լինեք, կարող է հնդիկ առաքիչի մոտ չցանկանաք այդպես ներկայանալ, հա, բայց տանը ընդամենը ձեր ամուսինն է ձեզ տեսնում այդպես, բայց սիրելիներս, մեր ամուսինները մեր ամենաթանկ մարդիկ են եւ մենք պետք է ամենագեղեցիկ ձևով ներկայանանք իրենց։ Հուսամ համաձայն եք, հուսամ այսօր կվերանայեք ձեր հագուստը, կազատվեք այն իրերից, որոնք որ ձեզ հաճույք չեն պատճառում եւ առհասարակ կցանկանամ, որ իմ ցանկացած տեսանյութ, երբ դիտում եք, վեր կենաք եւ կատարեք որևէ գործողություն։ Ցանկալի է իհարկե կատարեք ավելորդազերծման գործողություն։ Դրա համար ձեզ հարկավոր կլինի ընդամենը 1 աղբի տոպրակ։ Ինչպես գիտեք, ես դա կոչում եմ աղբի տոպրակի թերապիա, վերցնում եք 10 րոպեով, միացնում եք թայմերը, կարող եք միացնել երաժշտություն, կարող եք շարունակել լսել այս podcast-ը եւ դա ձեզ կմոտիվացնի, որպեսզի դուք այսօր ազատեք 1 դարակ կամ 1 պահարան ավելորդ իրերից։ Մենք չենք կարող միանգամից ազատել ամբողջը։ Անում ենք դա փոքր քայլերով։ Մեր ուղեղի օրական հրամանը լինում է 10 րոպե։ Այնպես որ հուսամ, հենց հիմա դուք կանցնեք ձեր գործին, այսօր հենց հիմա պատրաստ եղեք, որ մենք լավացնում ենք մեր տունը մեր վաղվա եսի համար, դարձնում ենք մեր վաղվա եսի կյանքը ավելի թեթև։ Չենք գցում ամբողջը վաղվա։ Երբեմն լինում է գրում են, որ ես 1 տարի է արդեն չեմ կարողանում մոտենալ իմ պահարանը ավելորդազերծելու, հա, գիտեմ, որ պետք է վերանայեմ, իրերը պահարանի դռները չեն փակվում, այնպես որ եթե այդ աստիճանի են ձեր պահարանները, խնդրում եմ, վեր կացեք եւ վերանայեք այն դարակը, որտեղ որ դուք ամենաշատն եք իրեր վերցնում դնում, լինի դա հագուստը կամ այլ աքսեսուարներ։ Այնպես որ առաջինը ազատվեցինք ավելորդ հագուստից։ Երկրորդը, ուրեմն, միայնակ մեր գուլպաները, որոնք որ կորցրել են իրենց երկրորդ կեսին եւ շատ տխուր, այսպես նախ իրենց էլ առաջարկում եմ, եթե հավաքում եք, հա, եթե կարծում եք, որ երկրորդ լվացքի անգամ իրենք կվերադառնան ձեզ մոտ, ուրեմն իրենց միանգամից ինչ որ տեղ հատկացեք, որտեղ որ իրենց կպահեք 1-2 շաբաթ։ Եթե դուք ձեր լվացքը ավարտել եք եւ իրենք չեն գտել իրենց երկրորդ կեսերին, ուրեմն հարկավոր է իրենցից հրաժարվել եւ ավելորդազերծել նաեւ այդ դարակը։ Հիշեք, չի գտնվելու նա եւ եթե հետո նույնիսկ ամիսներ անց գտնվի, ապա ժամանակը, որը որ ձեր դարակը կլինի թեթև եւ ձեզ հաճելի, ամեն բան արժե, որ դուք ազատվեք այդ միայնակ գուլպաներից։ Ուրեմն, հաջորդը, անհարմար բարձրակրունկ կոշիկներ, աղջիկներին եմ դիմում, որ այնպիսի կոշիկներ ունեք, որ գիտեք, որ ցավացնելու է ձեզ կամ առհասարակ մի հատ այսօր վերանայեք ձեր կոշիկները, տեսեք, արդյոք ունեք համապատասխան չափի դարակ, որտեղ որ տեղավորում եք դրանք, կարող եք ձեռք բերել թափանցիկ կոնտեյներներ եւ բոլոր սիրելի կոշիկները, կիրառելի կոշիկները իրար վրա տեղավորել, գեղեցիկ ձեր դարակում լինի պահեստավորված այդպես։ Բայց բոլոր այն կոշիկները, որոնք որ չեք կիրառում, խորհուրդ կտամ այսօր ազատվել։ Հաջորդը, ուրեմն, դատարկ օծանելիքի սրվակներ։ Ինչի ենք մենք դրանք պահում։ Արդեն միայն բույրն է մնացել, որևէ կիրառություն չունեն, բայց մենք ափսոսում ենք դա թափել, հասկանում եք, դա գալիս է մեր վախերից, գալիս է մեր սովորություններից, որոնք որ մենք հիմնականում վերցրել ենք մեր ծնողներից իհարկե, բայց սիրելիներս, այդ օծանելիքը այլևս դուք չեք գործածելու կամ ոչ սիրելի օծանելիք է, կամ նվիրեք ինչ-որ մեկին, փոխանցեք բարեգործական կազմակերպություններին կամ ուղղակի նետեք աղբը, որովհետև այն, ինչը մենք չենք գործածում եւ ինչը մեզ հաճելի չի, իմ խորին համոզմամբ դա աղբ է, այսինքն մեզ հարկավոր չի եւ պետք չի այդ ամենը լցնել մեր սենյակներում, դարձնել տեսողական աղմուկ, դարձնել անհարմար մեր կենցաղը, ծանրացնել մեր կենցաղը։ Ես կողմնակից եմ ազատվել, թեթևացնել մեր կենցաղը, թեթևացնելուն եմ կողմ, որովհետև միայն այդպես կարող ենք լինի կին թե տղամարդ ազատել մեզ մեր աշխատանքային օրվա ընթացքում ժամեր եւ այդ ժամերը նվիրել
շատ ավելի կարևոր գործողությունների, օրինակ ինքնազարգացմանը, օրինակ նոր մասնագիտություն ձեռք բերելուն, օրինակ նոր եկամուտի աղբյուրներ փնտրելուն, գտնելուն, ստեղծելուն, մեր ուղեղը զբաղեցնելու ինչ-որ հաճելի պրոցեսներով, մեր երազանքները որոշելու, մեր օրվա պլանը այնպես կազմելու, որ մենք հասնենք մեր մեծ նպատակներին։ Այդ թեմաներին, ինչպես նաև ֆինանսների թեմաներին անպայման անդրադառնալու եմ հաջորդ տեսանյութերում։ Ուրեմն, հաջորդ իրը, որը որ կցանկանամ, որ այսօր վերանայեք։ Դուք կարող եք ընտրել որևէ մեկ իր, կարող եք գրել ձեզ մոտ, կարող եք հետագայում վերանայել այս տեսանյութը եւ աստիճանաբար քայլ առ քայլ ավելորդազերծեք ձեր ամբողջ տունը։ Ուրեմն հաջորդը առաջարկում եմ ավելորդազերծել բիժուտերիան, որը որ սևացել է, սևացնում է ձեր մաշկը, կանաչացնում է ձեր մաշկը եւ դուք ուղղակի չեք գործածում այն, բայց պահում եք։ Հավատացեք, դա աղբ է եւ հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել այդ իրերից։ Իսկ եթե բիժուտերիա չի, բայց արծաթե, բայց նվիրել է այնպիսի մարդ, ում դուք երբ տեսնում եք այդ թեկուզ գեղեցիկ զարդը ձեզ նյարդայնացնում է, նույնպես հարկավոր է ազատվել։ Կարող եք վաճառել եւ որոշ գումար ստանալ ձեր ծանրաբեռից, ավելորդ իրերից։ Այնպես որ խնդրում եմ այսօր վերանայեք ձեր բիժուտերիան։ Հաջորդը կցանկանայի վերանայեք ձեր ննջասենյակի բարձերը։ Անձամբ գործածում եմ օրթոպեդիկ բարձեր։ Առհասարակ, եթե ձեզ կհետաքրքրի ինչ-որ աքսեսուար, որ ես նշում եմ տեսանյութերում, գուցե ես հետո մոռանամ եւ չհասցնեմ ուղղակի ֆիզիկապես տեղադրել բոլոր իրերի հղումները եւ այլն։ Եթե ձեզ ինչ-որ բան հետաքրքրում է, կարող եք մեկնաբանել, համ տեսանյութը կտարածվի, համ էլ ձեզ օգուտ կլինի։ Այդպես, բարձերի հետ կապված խորհուրդ եմ տալիս գործածել օրթոպեդիկ բարձեր։ Իսկ այստեղ արթնացավ իմ փոքրիկ բալիկը եւ ցավոք սրտի կիսատ մնացին իմ 38 պատմությունները։ Այնպես որ սպասեք հաջորդ տեսանյութերում անպայման կամբողջացնեմ այս նյութը։